Պատվարժան դատարան 11 ամիս 20 օր Անհոսիկանը գտնվել է քննչական մեկուսարանում։ 11 ամիս 20 օր մենք ասում ենք, որ այլ ավելի նվազ տեսակի խախտման միջոցը իզորու կլինի նրա պատժեշտարվելից ապահովելու համար պետությունը իդեմս նախաքննության մարմնի եւ դատախազությանը չէր հավատում։ Կյանքը ինչ ցույց տվեց, կյանքը ցույց տվեց, որ մենք ճիշտ ենք։ Ինչի որտեղ 11 ամիս 20 օր անց նվազ տեսակի խախտման միջոցը ընտրվեց եւ դրանից հետո 3.5 տարի մենք ճիշտ ենք այնքանով, որքանով Աղվան Հովսեփյանը որևէ ոչ պատժեշտարվելից չի դրսևորել։ Հիմա ես ունեմ ելակետ, որ մենք մեկ անգամ օբյեկտիվ իրականությունում ելել ենք ճիշտ։ Հիմա պատվարժան դատարան, ինչու ավելի նվազ չափը գրավի, չի կարող բոլոր այն ռիսկերը չեզոքացնել, որոնք որ եղել են մինչ այս պահը։ Իմ մոտ մի այնպիսի տպավորություն է, որ ես բարձրացրեցի խախտումնամիջոց գրավի վերացման հարցը։ Պատվարժան դատարան, ես վերացման հարցը չեմ բարձրացրել, որտեղ քաջ գիտակցում եմ արդարադատության շահը, դրա մակարդակը, ապացուցման գործընթացը եւ փուլային կառուցվածքը դատավարության։ Մասնավորապես թե մենք ինչ փուլում ենք գտնվում։ Եվ երբեք չեմ անում իմ իշտողություն, որին ինքս չեմ հավատում։ Հետևաբար ես ավելի ողջամիտ գտնելով բարձրացրեցի ընդամենը գրավի նվազման չափը։ Հանրային վտանգավորության աստիճան, այո, ով ասեց, որ չպետք է հաշվի առնի, բայց ինչքան որ դատարանը քաջ դա գիտի, բայց դատարանը նաև քաջ շատ լավ գիտի, որ հանրային վտանգավորության աստիճանը եւ մերձագրվող արարքի բնույթը ավելի բարձր է գնահատվում եւ հաշվի առնում քննության ամենասկզբնական փուլում, երբ որ դեռևս ապացուցման գործընթացը գտնվում ավելի տաք վիճակում։ Բայց մենք կարող ենք խոսել հիմա այս քննության սկզբնական փուլի մասին։ Այո, մենք կարող ենք խոսել հակառակ քննության գրեթե ավարտի մասին, պատվարժան դատարան։ Եվ անընդհատ խոսվում է ինչ-որ վկաների վրա ազդեցության մասին։ Պարոն դատախազը շատ ճիշտ նկատեց, թե դա գնահատման հարց է, բայց շատ ճիշտ է առումով նկատվեց այս հարցի քննարկման շրջանակում։ Վկաները եկել են ասում են այն, ինչ ասում են նախաքննության ընթացքում, պնդել են։ Սա եւս մի ապացույց, եթե ըստ մեղադրանքի կողմի այդ ապացույցները մեղադրական բնույթ ունեն նախաքննության փուլում յատել եկել են այստեղ պնդել են, նշանակում է, որ տվյալ պարագայում նրանց վրա որևէ ազդեցություն չի եղել։ Հիմա հարցը առաջանում 50 հոգու վրա ազդեցություն չի եղել, այս 4-5 հոգու վրա ազդեցություն պետք է լինի։ Մի քիչ տրամաբանական չի, եւ եթե դնենք զուտ գնահատման չափանիշի վրա, որը ավելի մոտ ազդեցության գործադրում է, թե ոչ ազդեցության գործադրումը, ապա կարծում եմ այս քանակի վկաների հարցականված լինելը եւ ըստ մեղադրանքի կողմի նրա ցուցմունքները մեղադրական բնույթի ճակերտավոր բանդել են հենց վկայական նրա մասին, որ ավելի շատ է մոտ իրականությունը նրան, որ այդ ազդեցությունը որևէ կերպ չի իրականացվել։ Կրկնում եմ պատվարժան դատարան, մենք իսպատ քննությանը խոչընդոտելու հիմքի վերացման մասին այստեղ չենք խոսում։ Մենք խոսում ենք այս իրավաչափության պայմանի էապես նվազման մասին։ Հենց դրանով է պայմանավորված խախտման միջոցի վերաբերյալ մեր այս դիրքորոշումը զուտ գրավի չափը նվազեցնելը։ Այո, ես կարծում եմ, որ պարոն Հովսեփյանի անձը հաշվի առնելով եւ այն փուլը, որը մենք դատավարության ներկա պահին ունենք, թույլ է տալի, որպեսզի 25 միլիոն դրամ գումարի չափով պատժեշտվարկագիծ նրա ապահովելու տեսանկյունից դատարանի մոտ վստահություն ներշնչի։ Բայց ոչ 100 միլիոնը պատվարժան դատարան։ Եվ եթե դուք նկատեցիք, մենք այս հարցը երբ ենք բարձրացնում։ Դատարանի վարույթում արդեն քանի տարի է այս գործը քննվում է պատվարժան դատարան։ Մենք երբեք այս հարցը չենք բարձրացրել, որովհետև շատ լավ քաջ եւ ողջամտության շրջանակներում գնահատել են յուրաքանչյուր իրավիճակ։ Այսքան։